Սրբազան, այդ թմրամիջոցի կորելու մասին, դա ինչի մասին է վկայում, ինչ է նշանակում ձեր բացառը։ Ինչ են արել։ Ինչի մասն է վկայում, բայց իրացեք 18 թվականին քրեական գործը հարուցվել, այդ քրեական գործը քննվել է, հետո կարճվել է։ Հետո 25 թվականին բացում է այս քրեական գործը, այն ժամանակ ինձ էլ հարցնել է։ Այն ժամանակ որ կարճվեց, ինչ հիշեք, ինչ ասեցիք։ Ես ճիշտ ասած չեմ հիշում, ես այն ժամանակ որպես վկա եմ հանդես եկել։ Հետո 25 թվականին բացվեց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։ Ու դա դուք տեսաք, թե ուղեկցում է, ասենք եկեղեցու դեմ այսպես տոտալ ագրեսիվ արշավի գործողությունների հետ։ Սրբազան, երբ որ իրեղեններից մեկն է, եւ այս հանգուցալուծումը դուք եկեղեցու դեմ կատարվող ինչպես եք տեսնում, հաշվի առնելով նաեւ վերջին այս իրողությունները, երբ տեսանք Վրաստանում ինչ մեծ հարգանքով, պատկառանքով են եկեղեցու հանդեպ իշխանությունները, իսկ այստեղ տարական այսպես ելքը չթույլատրվեց Վեհափար Հայրապետի, այս պարագայում ինչ սպասել հետագայում։ Տեսեք, ուրեմն եկեղեցին 2000 տարվա հաստատություն է։ Եկեղեցին մեր ազգային ինքնության առանցքն է։ Իմ խորին համոզումն այն է, որ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Եթե անգամ գեոքաղաքական շահագրգռություն կա օրինակ, ինչ-ինչ ուժերի դերակատարների պետությունների։ Գիտեք, որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է եւ այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են։ Բայց ով ասեց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ եւս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներով։ Ձեր ծառայիչ եղբայրներին ինչը չբավականացրեց, ինչ իրենք չհասկացան այս որ պայքարը ամենևին Վեհափարի եւ անհատների դեմ չէ, այլ եկեղեցու ուր հասան այդ այսպես կոչված տիրակալները։ Ես քիչ առաջ էլ ասացի, ես ցավում եմ իրանց համար, որապես ափսոսում եմ։ Աղոթում եք նաեւ, որովհետև ես իրենցից յուրաքանչյուրի հետ որոշ ճանապարհ եմ անցել, որոշակի շփում եմ ունեցել եւ իմ մղձավանջային երազներում անգամ ես չէի կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Ես համոզված եմ, որ իրենք էլ այդպիսի ապագա իրենց չէին կարող կանխել։ Սրբազան, արդյոք տեսնում եք իշխանության կողմից ետքալ իրականացվող արշավի շրջանակում եկեղեցու դեմ, քանի որ այսպես նկատելի է, որ արդեն Փաշինյանի ներկայությամբ Վեհափարի անունն է հնչեցվում, այս շրջանակում որ իշխանությունը որոշակի նահանջ է արել։ Ես չգիտեմ, հիմա գիտեք ինչ, խոսում է հիբրիդային, չէ, հարձակումների մասին։ Հիմա եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններն են ավելի շատ ինձ հուշում հիբրիդային այդպիսի պատերազմի մասին։ Ես չգիտեմ էլի ինչ գործողություններ են պլանավորել։ Մի օր ուրեմն վարչական լծակներ են օգտագործում, այսօր կառավարությունը որոշում կայացել։ Ծառայության պետի վերաբերյալ ինչ կարող եք ասել, փաստորեն ինքն էլ Վեհափարին դիմեց Ավազանի անունով, Վեհափարի եղբորը գործակալ անվանեց, փաստորեն ազգային անվտանգության ծառայությունն է ողջ գործընթացը նաև կուրացիան, հա, անում։ Տեսեք, կարող է քպական ադարձ։ Տեսեք, էլի ես իհարկե ես այդ մոտեցումն էլ չեմ կիսում, երբ որ մարդիկ հայտարարություններ են անում բացարձակապես հիմքերից զուրկ եւ դա փորձում են քողարկել միայն նրանով, որ այդ հայտարարությունը քաղաքական է։ Ցանկացած անպատասխանատու հայտարարություն մարդիկ փորձում են հիմնավորել նրանով, որ դա քաղաքական հայտարարություն է։
Սա բնորոշ է քաղաքական գործիչներին։ Իրավապահ համակարգի ծառայողները, բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք սովորաբար պետք է հիմնվեն զուտ մաքուր փաստերի վրա։ Նրանք չեն կարող անպատասխանատու հայտարարություններ անել։ Ես ձեզ ասեմ, ես այսօր ոչ մի փաստ չկա։ Ես այսօր ունեմ մեղադրյալի կարգավիճակ, ճիշտ է։ Իմ մեղադրյալի կարգավիճակ ունենալը նույնիսկ թույլ չի տալիս որևէ մեկին կամ որևէ մեկը չի կարող հիմք ընդունելով իմ մեղադրյալի կարգավիճակը համարել, որ ես կարգալուծված եմ կամ ես այլևս եկեղեցական չեմ։ Դա եկեղեցական իշխանության մենաշնորհն է։ Այնպես որ բոլոր առումներով որևէ մեկը, քանի դեռ անձը եկեղեցական աստիճան է զբաղեցնում, չի կարող նրան աշխարհական անունով կոչել։ Բայց միևնույն ժամանակ Սրբազան մայրաթորը կարգալույծ արեց որոշ հոգևորականների թեմի առաջնորդների, օրինակ Արման Սարոյանին, վերջերս նաև Վայոց թեմի առաջնորդին, բայց նրանք չեն ընդունում այդ ամեն ինչը, շարունակում են զբաղեցնել իրենց։ Դե գիտեք ինչ, ով չի ընդունում։ Նույն եւ Օրինակ նախկինում Տեր Արամը շարունակված է պատասխանատվությունը։ Դե դա գիտեք մենք նախկինում էլ ունեցել ենք եկեղեցականներ, որոնք կարգալուծվել են եւ որոնք չեն ճանաչել այդ կարգալուծությունը։ Բայց դա ըստ էության ոչինչ չի փոխել իրենց կյանքում։ Չեն ճանաչել, ասում են մենք շարունակում ենք դատական կարգով բողոքարկելը, դա վերջին ժամանակների նոնսենսն է, որովհետև նախկինում այդպիսի հնարավորություն չունեին եւ առհասարակ թե եվրոպական օրենսդրության պրակտիկայում եւ թե մեր պրակտիկայում նման դեպք չկա արձանագրված։ Դա ուղղակի կոպիտ ցեխոտ ոտերով միջամտություն է կրոնական գործերին։ Մի հարցնամ գուցե զարմանաք, բայց ձեր եւ վեհապարի հարաբերությունները լավ են, երբ դուք բանտարկված էիք, փորձում էին լարվածություն գտնել, նույնիսկ նշում էին, որ տեսանյութերը վեհապարի կողմից են հրահանգվել, որ տարածեն եւ այլն։ Առհասարակ այս հարցին ի վերջո պատասխանեք, ինչպիսի հարաբերություններ ունեք եւ այդ խոսակցությունները ինչին էին միտված։ Եվ այդպես առաջ տարավ Արման Սարոյան։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ արքեպիսկոպոսի միջև հարաբերությունները չեն կարող այլ կերպ լինել, քան հայրապետի եւ եկեղեցականների հարաբերություն։ տեսանյութի տարածման հետ կապված հասկացնելն է, որ ով կամ ովքեր կարող են դա սարքել, տարածել։ Գիտեք, ինձ թվում է այնտեղ ավելի շատ ինչ որ խանդոտ կնոջ ձեռագիր է երևում, քան ասենք ինչ որ տարբեր մարդկանց։ Այդ խանդոտ կինը կարող է տղամարդ օրինակ հոգևորական իսկ թեմա։ Դժվարանում եմ ասել, հիմա ասենք որ հարցնում եք, տենց էքսպրոմտ պատասխանում եմ։ Սրբազան այնուամենայնիվ երկրի առաջին դեմքը ժողովրդի զբաղվում է պատերազմով, ձեր կարծիքը այս մասին ասում է, եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չկա սեպտեմբերին աղետ պատերազմ է լինելու, սա այս տվյալները։ Փաստորեն սա այն էր, ինչ որ միջև հիմա փորձեր արվում ապացուցել։ Մենք ինքը ասում էր, որ խաղաղություն է լինելու, ժողովրդի մի ստվար հատված ասում էր, որ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, որպեսզի պատերազմ չլինի։ Հիմա վերադառնում ենք նորից նախկին կետին։ Դե ես ենթադրում եմ, որ իրենք էլ գիտեն հավանաբար, որ հիմքերը ամուր չեն։ Այլապես ինչու պետք է այդպիսի բան ասել։ Այսուհետ եկեղեցուն, պետության հողերը սեփականության իրավունքով չեն տրվելու են անհատույց։ Դե ասում են, որ այդտեղ որևէ միտում չկա եւ այլն։ Միտում տեսնում եք այս շրջանակներում հատկապես։ Գիտեք, միտում չտեսնելու համար շատ մեծ կուրություն է պետք։ Ինչ են ուզում անել ասել դրանով։ Ինչ է նշանակում եկեղեցին չի կարող սեփականության իրավունքով հողեր ստանալ, երբ այդ եկեղեցիները, որոնք որ կառուցվեց են, պատմական սեփականություն են եկեղեցու։ Հետ խորհրդային մի շարք երկրներում փոխհատուցման օրենք ընդունվել, չէ՞։ Երբ որ խորհրդային միության տարիներին խորհրդային իշխանության տարիներին եկեղեցուն հասցված վնասների համար փոխհատուցում է տրվել։
Միջև հիմա վրաց եկեղեցին այդպիսի փոխհատուցում է ստանում։ Մերձբալտիկայում այդպիսի փորձ եղել է։ Հայ իրականության մեջ այդպիսի փոխհատուցման ինստիտուտ ներդրված չի եղել։ Այն համոզումով մեր կաթոլիկոսները մտածել են ազգային եկեղեցի, ազգային պետություն։ Հիմա եթե այդ եկեղեցիները, որոնք որ եկեղեցու պատմական ժառանգությունն են, չպետք է վերադարձվեն հայ եկեղեցուն, ու պետք է վերադարձվեն։ Կան տենց հողեր Ինչ է բազմաթիվ Հայաստանում կա 18000 պատմամշակութային հուշարձան պաշտամունքային կարգավիճակ ունեցող 18000 եկեղեցու տնօրինության տակ գտնվում են մոտավորապես 300-ը Սրբազան Նիկոլ Փաշինյանը արդեն մոտավորապես վստահ չէ հա հիմա ինչ են ուզում անեն Վերջերս Սևանի եկեղեցում կարծես երբ որ գնաց սպոնտան կերպով պատրակի մասնակցելու Նիկոլ Փաշինյանը այնտեղ Վեհապար Հայրապետյանունը չզեղչվեց, այսինքն ըստ կարգի հայտարարվեց եւ պատրակը մատուցվեց։ Դա բավականին այսպես դժգոհություն էր առաջացրել իրենց մոտ, դրանից հետո կարծես թե չի այցելել այլ եկեղեցիներ։ Ինչ է կարծում արդյոք սպառվել են այն եկեղեցիները, այսինքն այն տիրադավ հոգեվորականները, որոնք կարող են ընդառաջ գնալ եւ Փաշինյանի ցանկությամբ պատերակներ մասնակցել, թե ինչ-որ այլ իրավիճակ է փոխվել։ Ենթադրում եմ այո։ Բարվայս կնեք մի քանի հոգին են, իսկ չունեն 10 հոգին, էլ տիրադավներ չկան շարքերում։ Դե գիտեք, չես կարող բացառել։ Նա հանգամանքներ կան, իրավիճակներ կան, չեմ կարող բացառել, չեմ կարող ստույգ ինչ-որ իրավիճակներ կան։ Դիտեք մի շատ գրավ հանգամանք էլ հոգեվորականներ կան, որոնք Փաշինյանի այցի ժամանակ զեղչել են Վեհապարի անունը, բայց հետո շարունակում են իրենց քարոզը տանել, պատրակը մասնակցել ըստ Փարչաճի։ Սրան ինչպես կարծեքանք։ Օրինակ Չարենցավանի կարծեմ սուրբ ամենափրկիչը կոչվում է մեր եկեղեցու հոգեվորականը արմավիրում էր։ Լավ է, որ վերջի վերջո հասկանում ենք։ Մի անգամ одноразовый ժամանակը որ տենց տիրադավ դարձան հետեկան։ Դե լավ չի որ մեղանչեցին լավ չի որ վերադառնում է։ Չէ, ես ուղղակի էքսպրոմ ձեռագի կինը պայմանական ասած կարող է հոգեվորական այս սքեմով տղամարդը։ Ես չգիտեմ, ես ուղղակի պահի տակ էքսպրոմ ինչ-որ բան ասեմ։ Սերիալներ են սարքելու, սրբազան։